Մատի վնասվածք էր, մի հատ ստեղից, քթի կողքից, մի հատ ճակատից։ Մեքենայի մեջ է, հետևի մասում, զենք զինամթերքի մոտ։ Դուռը բաց, ինքը նստած այդ զենքի ящիկները ինչա հարկերի վրա, տենց ընկած, այդ դիրքում։ Ինքը իրավունք ուներ այդտեղ մտնելու, որպեսզի միանշանակ իրավունք չուներ, որտեղ ընդ ոչ մեկ չի եղել, որ հասկեն իրավունք ունեն, թե չունեն։ Ինքը պիտի ընդամենը ավտոյի դեմ էթար գար։ Իմ պատկերացումով էտա պոստը։ Այսինքն ձեզ համար տարօրինակ կա, որ ինքը այդ իրան հայտնաբերել են այդտեղ։ Հա, իրան հայտնաբերել են 8-ին 15 պակաս, թե երբ հայել է ոչ մեկ չի իմանում, հələ որ ես չգիտեմ, ինչ չեն ասել։ Իսկ ժամը քանիսներ գնացել դիրքեր գիտեիք։ Ժամը 5-ից 7 ինքը պիտի լիներ։ Իմ իմանալով ես գիտեի, հա ոչ չգիտեի, ժամով 5-ից 7 իր հերթապահությունը այդ ժամին է, այդ ժամի վրա պիտի լիներ։ Այսինքն մոտ 1.5 ժամ ուշացած եկել են հայտնաբերել Երևի։ Այսինքն Մարմինը մեքենայի թափքում բառացիորեն ասած այդ բագաժնիկում չի եղել։ Բագաժնիկ չի, էլի, հետևել է։ Հետևամասը, որտեղ զենք զինամթերք կա։ Այո։ Իսկ այդ ռազմական մեքենան ոնց է կոչվում։ 66։ Գազ 66։ Այդ մեքենան Զենք զինամթերքի ֆագոտի սնարյադներ ա մեջը, չգիտեմ, զենք զինամթերք։ իր պահպանությանն էր Իր հանձնված։ պահպանության, բանձան պատասխանատուն ինքն էր։ Իսկ դա փակած, պլոմբած վիճակում էր, թե Դե վաբշետը պիտի լինի պլոմբված, ես չգիտեմ, ասենք ոնց է այդ երեխեն դաժե հայտնվել դրա մեջ։ Իմ պատկերացումով, եթե զենք զինամթերքա, պիտի որ պլոմբված լինի։ Ինքը բանալություն էր, կարող էր բացել մտնել, թե Ես չեմ կարող ասեմ։ ձեր Իմ պատկերացումով զենք զինամթերքի մեքենան ինքը մենակ գիշերով կամ ցերեկով պոստի են ելնում, եթե պատասխանատու մարդ չկա, թե ես չեմ պատկերացնում, պիտի պլոմբված լինի միանշանակ։ Ձեր պատկերացմամբ եք ասում, որտեվ դուք ծառայել եք, դուք ռազմական գործից գլուխ ոնց եթե ասենք մի սնարյադը արժի $40,000, եթե 3 հատիկ 5 հատիկ պատրոն իմ երեխու պատճառով դուս կորեր, ինձ իմ երեխուն պիտի դատեն 5 տարի։ $40,000 սնարյադը եթե գողանային այդ ամփորձ երեխեն, որ 3 պատրոնա կրակե, ինչ պիտի տային, ինչ հոդված էին տալու այդ երեխուն։ այսինքն զարմանում եք ոնց են մենակ իրան վստահել։ Ես չեմ հասկանում 2 ավտո, զենք զինամթերք ու մի հատ ամփորձ սալդատ, որսկի զինվորական պատրաստականություն չի անցել։ Ուչեպկա չի գնացել, ամսի 12-ին ես ինքը պիտի գար հոկտեմբերյան, նոր ուչեպկի պիտի գար։ Ու այդ մեքենան դիրքերում ինքը Ու այդ մեքենան դիրքերում ինքը պատասխանատու է այլ զենք զինամթերքի արդեն, անհասկանալի ձևով, չգիտեմ։